պարզվեց, որ այն տեսանյութը, որի մասին խոսքը գնում էր, ամբողջությամբ կեղծ է, ֆեյք է։ Արշակ Սրբազանին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութն է կեղծ ըստ միջազգային փորձաքննությունների արդյունքի։ Այդ տեսանյութը մատնացույց անելով էին տիրադաֆրճակված 9 եպիսկոպոսները եւ նախկին եպիսկոպոս Արման Սարոյանը սկսել պահանջել կաթողիկոսի հրաժարականը։ Ասում էին վեհապարը պետք է լքի իր գահը, քանի որ սկանդալային տեսանյութերի հրապարակումից հետո պաշտոնից չի ազատել Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին։ Այդ փուչիկի սկզբանե արհեստական ստեղծված էր։ Իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը մանրամասն ուսումնասիրել է փորձագիտական եզրակացությունները, որոնք արել են 3 երկրների անկախ կենտրոններ։ Շատ փակագծեր հիմա չի բացում իրավապաշտպանը։ Այդ ամենը ասուլիսով կներկայացվի, շատ հանգամանալից մանրամասն կներկայացվի։ Դեռ հայտնի չէ ովքեր են կեղծ տեսանյութի հեղինակները։ Իրավապաշտպանի խոսքով ցավալին այն է, որ իրավապահները մասնակցել են այդ դավադրությանը։ Քննչական կոմիտեն ամիսներ առաջ որպես փորձագիտական եզրակացություն մի թուղթ էր տվել կաթողիկոսի դեմ դուրս եկած հոգևորականներին, թե տեսանյութում երևացող տղամարդը նման է Արշակ Սրբազանին։ Իրենք որ կարգախոսով են առաջնորդվում, որ սուտը Գեբելսյան տեխնոլոգիայով սուտը պետք է հնարավորինս անհավատալի լինի, շատ լինի եւ այնպիսի սուտ ասվի, որ արդեն այդ լուրը մարդկանց մոտ առաջացնի sense էմոցիաներ ու ցավ, որ այսինչ ենք լսում, այսինչ է կատարվում։ Նույն պատկերը Բագրատ Սրբազանի գործում է, նկատում է Հարությունյանը։ Այս նույն տեխնոլոգիայով ներկայիս վարչախումբը, քննչական կոմիտեի ղեկավարը, գլխավոր դատախազը, ազգային ժողովի մի շարք պատգամավորներ Բագրատ Սրբազանի գործի սկզբնական փուլում էին։ Այս անհավատալի, ոչ ճշմարտալից լուրերը տարածում, իբր ահաբեկչություն, իբր ինչ-որ գյուլելու լուրեր, իբր դե այդ ամենը հավաստի է։ Իշխանականներն էլ են բողոքում, թե իրենց հասցեին էլ կեղծ մեղադրանքներ են հնչում։ Խոսքը վերաբերում է հիբրիդային պատերազմին։ Ազգային ժողովի նախագահը անցած օգոստոսին բողոքում էր, որ իր մասին այսպիսի ահասար սուր պատմություն են հորինել։ Ես եւ եւս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ երեխաների սեռական ինչ-որ ձևով որ սպասարկեն սեռական առումով ինչ-որ մանկապղծության ինչ-որ ցանց ենք համակարգում, որից օգտվում են երկրի նախագահ, վարչապետը եւ էլի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մի քանի միլիոն փող ենք տալիս 13-14 տարեկան երեխան մի խոսքով մի հատ ներողություն, անասունություն։ Ինֆորմացիոն այսպիսի կեղտոտ հարձակման ենթարկված Ալեն Սիմոնյանը հիմա ինքն է առանց որևէ փաստ հրապարակելու նույնպիսի գրոց ձեռնարկում հայ հոգևորականության ուղղությամբ։ Ենթադրենք որևէ երկրում, եթե պարզվի, որ X-ը եկեղեցում բարձր պաշտոն զբաղեցնող անձը մանկապիղծ է։ Եթե դրան արձագանքեն իրավապահ մարմինները կամ որևէ քաղաքական գործիչ, հանդես գա մանկապիղծների քննադատությամբ կամ նմանատիպ հայտարարությամբ, արդյոք դա կհամարվի հարձակում եկեղեցու դեմ։ Ռուսական դոժդի հետ հարցազրույցում նա նախ այս պայմանական օրինակն է բերում, հետո լրագրողի ճշտող հարցին պատասխանելիս 4-5 բարձրաստիճան հոգևորականի ըստ էության մեղադրում մանկապղծության համար։ Իսկ ում ներողություն ի վերջո ում նկատի ունեք։ Կան բարձրաստիճան, ոչ շատ, մի քանի, եկեղեցու 4-5 բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք խրվել են նման իրավիճակների մեջ։ Աբսուրդային, սարսափելի, սուտ կեղծ ինֆորմացիա էր տարածել մանկապղծության հետ կապված։ Քննչական կոմիտեն դեռ չի մեկնաբանել արդյոք հայ առաքելական եկեղեցու որևէ հոգևորական անցնում է մանկապղծության կամ դրա տարեր պարունակող որևէ գործով։ Իրավապաշտպանը համոզված է, եթե լիներ այդպիսի տվյալ, վաղուց հայտնի կլիներ գործի մասին։ Եթե չնչին անգամ նմանատիպ ինֆորմացիա լիներ, որը ստույգին մի աննշան մոտիկ է անգամ, իրենք առաջինը դրանով կփորձեին քրեական վարույթները, դրանով կփորձեին աղմուկը։ Չկա այդ ամենը, չի բացառվում, որ կհնարել։ 2025-ի մայիսի վերջին սկսված հակաեկեղեցական արշավի ընթացքում 11 բարձրաստիճան հոգևորականի դեմ է քրեական գործ բացվել։ Բագրատ Սրբազանը իբր ահաբեկչություն է պլանավորել, Միքայել Սրբազանն իբր հեղաշրջման կոչ արել, Մկրտիչ Սրբազանն իբր ընտրական իրավունքին խոչընդոտել, Արշակ Սրբազանն իբր թմրանյութ իրացրել հանդիսադիր վայրում։ 6 եպիսկոպոսի մեղադրանք է առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Այս վերջին մեղադրանքը շաբաթ առաջադրվել է նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։
Հակաեկեղեցական արշավի առաջամարտիկների հոգևոր դասին ուղված բանավոր մեղադրանքները գերազանցում են մեկ տասնյակը, վեհապարի դուստր ունենալուց մինչև սեռական սկանդալներ ու գանձագողություն։ Չի բացառվում, որ, չգիտեմ, վաղը միսօր ասեն, որ, չգիտեմ, մի շարք հոգևորականներ այլմոլորակային են։ Ըստ իրավապաշտպանների Գարեգին II դեմ բացված քրեական գործը Ավստրիայում նշանակված եպիսկոպոսական ժողովը տապալելու նպատակով է հարուցվել։ Չնայած կաթողիկոսի Հայաստանից մեկնելու անհնարինությանը, եպիսկոպոսներն այսօր հավաքվել են Ավստրիայում, քանի որ վեհապարն այնտեղ չէ, փոխվել է հավաքի էությունը, ժողովի փոխարեն եպիսկոպոսական հավաք են անում։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։